թվականը հերթական թողարկմամբ շարունակում է աշխատանքը եթերում։ Բարև ձեզ։ Նախամարով ներկայացվելիք թեմաներից մի քանիսի մասին։ Համապատասխանում է սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանն այսօր այսպիսի որոշում է կայացրել, քննարկելով հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը։ Ուսուցիչները կվճարվեն։ Կրթության և գիտության նախարարությունը փարատել է մանկավարժների մտահոգությունը հարկադիր պարապուրդի պատճառով աշխատավարձի հնարավոր չվճարման վերաբերյալ։ Մանկապարտեզային կրքեր այսօր վերջապես պարզ դարձավ մանկահասակ երեխաներ ունեցողների համար, որ մանկապարտեզները կսկսեն գործել փետրվարի 1-ից։ Մարդը Վագրին կերակուր, աշխարհի ամենախոշոր գիշատիչը յուրովի է տոնել իր անվամբ կոչված տարին։ Կանադացի 66-ամյա Նորման Բուվալդան իր իսկ կողմից խնամվող Վագրի զոհ է դարձել։ Բնության կամակորությունը շարունակվում է, եվրոպական սառնամանիքները և ավստրալական շոքը, որն է ավելի անտանելին։ Նոստալջի տրամվայի մասին, փոխադրամիջոց, որ սիրելի էր թե երևանցիների, թե Երևանի հյուրերի համար։ Այսօր երևանյան տրամվայը կլիներ 77 տարեկան։ Ավտոմեքենաշինության ապագան, Դեթրոյթի ամենամյա ավտոշոուին ներկա են գտնվել Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավին ներկայացուցիչները։ Ամենապահանջվածը բնականաբար բարձր խնայողությամբ հիբրիդ մեքենաներն են։ Այս և շատ այլ թեմաների մասին այժմ առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա այսօր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը քննության է ընդունել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունների Հայաստանի Հանրապետության սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Գործով զեկուցող էր հանդիսանում սահմանադրական դատարանի անդամ Վոլոդիա Հովհաննիսյանը, իսկ սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նիստի բացմանը ներկայ էին ազգային ժողովի պատգամավորներ տարբեր խմբակցություններից, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ։ Միջազգային պայմանագրերի քննության առանձնահատկությունը հաշվի առնելով, դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով։ Ժամը 16-ին խորհրդակցությունից հետո դատարանը հրապարակել է սահմանադրական դատարանի որոշումը։ Դատարանը որոշեց առաջին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Եվ երկրորդ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Որոշումն արժանացավ ընդդիմախոսների դժգոհությանը, ինչպես դահլիճի ներսում, այնպես էլ դրսում, որտեղ հավաքված էին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները։ Նրանք նշել են, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։ Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել ընդհանուր սահմանը ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն։ Հետևաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև փաստացի սահմանի բաց լինելու և կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց. Առաջին, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, երկրորդ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Եթե ազգային ժողովը ընդունի հետևել որոշումը, որ մենք վավերացնում ենք այս արձանագրությունները, նկատի ունենալով բոլոր ներկայացված փաստաթղթեր, ինչպես մենք դա կատարում ենք բոլոր պայմանագրերի պարագայում, այդ թվում նաև սահմանադրական դատարանի եզրակացությունը դա ոչինչ չտվող արտահայտություն է, որտեղ սա ներքին որոշում է։ Ի վերջո հարցն է, որ դու վավերացնում ես առանց վերապահումների։ Ես դու ասում ես ընդունում եմ եւ հաստատում եմ այս կամ վավերացնում եմ պայմանագիրը վերապահումներով, այսա դառնում է իսկապես միջազգային օրենքներով ուժ ունեցող հայտարարություն։ Այսրան պետք է գնալ։ Նրանք համապատասխանում են մեր սահմանադրությանը եւ այնտեղ առանձնահապայմանների հարաբերությունների հաստատում է երկու հաստատախտում է։ Երկրորդը, որը ես շատ եմ կարևորում, դա
որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դրանք բացառապես վերաբերվում են Հայաստանին եւ Թուրքիային, դրանք երկկողմ պայմանագիր է, երկկողմ պրոտոկոլներ են, որևէ երրորդ կողմին դրանք չեն կարող եւ որևէ երրորդ կողմին չեն վերաբերվում եւ դրանով իսկ մենք հստակ իրավունքի ուժով ոչ ենք ասում այն թուրքական գործիչների արտահայտությունները, որոնք որ ցանկանում էին այս պրոտոկոլները տարբեր պայմանագրերի հետ կապել, խոսքերում են նաև 20-րդ դարաշրջանի որոշ պայմանագրերի հետ։ Եվ հստակ այն, որ նախագահ Սարգսյանը իր հոկտեմբերի 10-ի ուղերձում ասաց, որ սրանք որևէ կապ չունեն հայ պայմանագրերի հետ, սրանք ընդամենը բարձրագրություններ, որոնք որ նախանշում են հարաբերությունների սկիզբը, Սահմանադրական դատարանը դա արդեն իրավական ուժ տվեց, սա շատ կարևոր է, եւ երրորդը, որը կարող կարծում եմ ողջ հայության համար շատ կարևոր է, դա այն է, որ հղում կատարվեց անկախության հռչակագրում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ անկախության հռչակագրում հստակ ներառված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետամուտ լինի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեսնեն, որ այնտեղ կան նախապայմաններ եւ այնտեղ կային կետեր, որոնք որ վտանգում են Հայաստանի Հանրապետության շահերը եւ շատ այսպես վտանգավոր են, բնականաբար այդ պայմանագիրը հոկտեմբերի 10-ին չէր կնքվի։ Ի վերջո թող որևէ մեկը մեզնից ավելի հայնասեր իրեն չհամարի։ Մենք շատ հարգանքով ենք մոտենում բոլոր քաղաքական մեր օպոնենտներին, բոլոր քաղաքական կարծիքներին, բայց մենք մնում ենք մեր կարծիքին։ Այսօր Զորաբյան 10-ը կոտորակ 1 հասցեում տեղի ունեցել պետական եւ հասարակական ականավոր գործիչ գիտնական Ֆադեյ Սարգսյանի քաղաքական հոգեհանգիստը։ Ականավոր գիտնականին իրենց հարգանքի տուրքը մատուցելու եւ ցավակցությունները Ֆադեյ Սարգսյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին հայտնելու են եկել հասարակական քաղաքական գործիչներ, մշակույթի, կրթության, գիտության բնագավառի ներկայացուցիչներ, մեծ գիտնականի գործընկերները եւ բազմաթիվ քաղաքացիներ։ Նոյեմբերի 13-ին ժամը 12-ից Ֆադեյ Սարգսյանի դին հրաժեշտի համար կդրվի Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի Պանթեոնում։ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքերով խոզի գրիպի առումով իրավիճակը հանրապետությունում կայուն է։ Ավելին անցած 10 օրերի ընթացքում նկատվել է վիրուսային հիվանդությունների թվի նվազում։ Գրիպի եւ սուրճ-շնչառական հիվանդությունների առումով ամբողջ աշխարհում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Խնդիրը առավել մտահոգիչ է դարձել հատկապես ձմեռային ամիսներին։ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի համոզմամբ վերջին 10 օրերի ընթացքում, ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ մեր տարածաշրջանում հիվանդությունների թվի նվազում է նկատվել։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, ինչպես պոլիկլինիկական ամբուլատորիաները դիմելության հետ կապված, այնպես էլ ստացիոնարների հոսպիտալացում, շտապ օգնության կանչերի եւ այս բոլոր դեպքերում կտրուկ նվազում է արձանագրվել հիվանդների առումով։ Սա հիմնականում հետևանք է նրան, որ դեկտեմբերի կեսերին ժամանակավորապես դադարեցվեց դպրոցների եւ մանկապարտեզների գործունեությունը, ինչպես նաեւ լայնածավալ քարոզչական աշխատանք իրականացվեց բնակչության շրջանում, թե ինչպես պետք է պայքարել այս հիվանդության դեմ։ Սակայն դուք գիտեք, որ ներկայումս վերաբացվել են դպրոցները եւ այստեղ կա նաեւ առողջապահության նախարարի հստակ հանձնարարականը ուժեղացնել հսկողությունը եւ շարունակել ամենօրյա մոնիտորինգը, հատկապես դպրոցներում, բացականների առումով, ինչպես նաեւ ամենօրյա ջերմաչափումներ իրականացնել, որպեսզի ջերմաստիճանը դասասենյակներում համապատասխան սանդղակին։ Արտավազդ Վանյանի խոսքերով լայնածավալ քարոզչական աշխատանքը պետք է շարունակել վիրուսի բացասական հետևանքներից հնարավորինը խուսափելու համար։ Այսօր արդեն, երբ դպրոցները բացվել են, մասնագետները խորհուրդ են տալիս աշակերտների մոտ վիրուսի անգամ թեթև նախանշանների դեպքում դիմել բժշկի օգնությանը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը նշում է, որ մանկապարտեզները փակելու առաջարկ իրենց կողմից չի արվել։ Մեր կողմից առաջարկ չի եղել, ինչպես դպրոցների, այնպես էլ մանկապարտեզների, դուք գիտեք, վերաբացված են։ Եվ սակայն հաշվի առնելով սեզոնի հետ կապված մենք մեր հսկողությունը շարունակելու ենք։ Ռիսկերը հնարավոր են ավելանալ, որտեղ մենք բազմիցս ասել ենք, որ եւ դպրոցների եւ մանկապարտեզների դրանք ռիսկային խումբ են համարվում։